Մանվելը հարցնում է, տղերք անձնագրերի թեմայի ֆեյքերից կխոսակ, չեք կարծում, որ Նիկոլին է ձեռնտու այդ ֆեյքը ֆրցնելը։ Մանվել ջան, չէ, չենք կարծում, ավելին պնդում եմ, որ դա ձեռնտու չի Նիկոլին, եւ այո, իհարկե խոսելու ենք այդ թեմայից ու նաեւ այդ տեղեկության հանդեպ ՆԳՆ մամուլի քարտուղարի տարածած հերքման եւ այդ հերքմանը միացած ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդկանց վարքագծից առհասարակ այդ պնդումը, թեպետ քեզ մոտ Մանվել ջան դա հարց է, բայց պնդումը, որ դա կարա ձեռնտու լինի Նիկոլին, դա նիկոլական պնդում է։ Վստահեցնում եմ քեզ, մարդիկ, որոնք ասում են դա, դու հարցնում ես, հավատա քեզ նկատի չունեմ, բայց քո հարցը իր մեջ ունի այդ բեքգրաունդը, այսինքն ինչ որ մարդիկ ժամանակ առ ժամանակ որոշ թեզերին վերագրում են նիկոլականության ինչ որ էֆեկտ Քոպես մարդներ, քեզ չեմ ճանաչում թեպետ, բայց ենթադրում եմ, որ դա միտումնավոր չես անում, քոպես մարդիկ դա որպես հարց են հիմա տալիս, բայց ես ենթադրում եմ, որ նաև ինչ որ ներքին համոզմունք է դա ձևավորում, որը ախպեր է, ոնց որ Նիկոլին էր ձեռնտու, նիկոլականն են այդ մարդիկ բան, այդ դրա մասին անպայման կխոսենք ու կցույց տանք ինչն է նիկոլություն, այդ համատեքստում անկախ նրանից այդ անձնագրերը եղել են, չեն եղել, երկրորդական հարց է դա, բայց թե դրա արձագանքները ու դրա հերքման միացումները ով է Սիվիկին հավասար ու Սիվիկի այդ խմբագրին հավասար միացել այդ հերքումներին ու տվել նման որակումներ անպայման դրա մասին խոսելու ենք։ Դուք ջղայնացնում եք Վազգեն Սաղաթելյանին ժամանակից շուտ եւ փչացնում եք իմ տոնը։ Չեմ ջղայնանում։ Այդ հարցի մասին սպասեք կլինի անդրադարձ, բայց ես մի հատ բան ասեմ։ Այս երկրում ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակին հավատացողն է Նիկոլական, թե չհավատացող։ Ես չեմ հավատում ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակի հերքմանը հետնել այդ մասշտաբի։ Ինքը շատ փոքր տղա է, որ կարանա հերքի մի բան, որը այդ մասշտաբն ունի։ Ես չեմ հավատում ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ոչ մի հերքմանը, որտեղ ներքին գործերի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան, եթե չեմ սխալվում, այդ մերձավանում կանգնած սուտ բաներ էր խոսում։ Բացահայտված է էս այնա։ Այդ երիտասարդի որևէ հերքման, որևէ ասած բանի, առավել եւս տենց մասշտաբի, ես ինձ թույլ եմ տալիս իրավունք վերապահել չհավատալ։ Ու առհասարակ նիկոլական որևէ պաշտոնյայի որևէ հերքման ես չեմ հավատում։ Ապրիորի ես այդտեղ տեսնում եմ սուտ։ Հիմա ինձ ջղայնացրեցիք։ Կանդրադառնանք դրան շատ շուտ։ Իրականում Մանվելը մեր մշտական հետևորդն է։ Գիտեմ, չէ, Մանվելի ասածին չեմ ասում, բայց ես ասում եմ, որ Մանվելի հարցադրումը իր մեջ այդ տեղեկատվական հոսքերն է պարունակում, որոնք տարածում են որոշ մարդիկ։ Ես առաջարկում եմ մենք անցնենք թեմաների 11-ն է գալի։ Ու առաջարկում եմ թեպետ ես քեզ առաջարկել էի բացառապես երկրորդ նախագահի ասուլիսի շրջանակներում քննարկել այս անձնագրերի հարցը, բայց քանի որ մարդիկ տես հետաքրքրվում են, ես առաջարկում եմ սկսենք տենց ու տենց գանք դեպի ասուլիս։ Դավայցե։ Ուրեմն ժողովուրդ, եկեք գանք նախապատմությունից, հա, տարածվեց տեղեկություն, որ թուրք վրացական սահմանի վրա հայտնաբերվել է 190,000 կեղծ անձնագիր, ID քարտեր, ինչ որ տասնյակ հազարավոր եւ դրանով կիսվել էր, ուրեմն տեղեկություն տվել էր նախկին նախարարներից մեկը, գրել էին շատ քիչ քանակի ինչ որ լրատվականներ, ոչ միայն հայկական, այլ նաեւ այլ ծագումնաբանություն ունեցող եւ ես վերցրել եմ Գևորգ Դանելյանից։ Դու Գևորգ, որը նախարար է, չէ՞։ Այո, որը նախարար է, արտարադատություն։ Հիմա տեսեք, այդտեղ շատ կարեւոր է, ուզում մենք մաքսիմալ անկեղծ ենք լինելու այս թեմայի մեջ։ Տեսեք։ Մենք այդ թեման վերցրել ենք, այո, ես չեմ փոշմանում ու հիմա նորից կվերցնեի, որովհետեւ ես չեմ հավատում, որ Նիկոլը գնալու է ազնիվ ընտրությունների։ Ես չեմ հավատում։ Ու դա ինքը բազմաթիվ անգամ ապացուցել, այս իր վերջին քայլերով, այսինքն այն, որ ինքը որոշ դեպքերում ասում մենք չենք կեղծել, թեպետ մենք գիտենք, հա, որ մենակ կեղծելը չի ու կեղծելն էլ չգիտենք որքանով է կեղծել, 1000 տեսակ բաներ կա, սկսած ասենք սպիտակ ընտրակաշառքներից, այդ մարզպետարաններով եւ այլններով, հա, մարդկանց հարցերը տարբեր ձևի լուծելով, շարունակելով 10 ովշիկներից, իդեպ են նույն 10 ովշիկներից, որոնք տասնյակ տարիների 10 ովկեքի փորձ ունեն եւ ուղղակի ամեն անգամ 10-ով կայնանում համապատասխան մարդկանց համար բիզնես էլիտաներից, որոնք գիտեք, որ համագործակցում են, հա, թեպետ այդ բիզնեսը կերտել եւ հարստացել են այդ մարդիկ նախորդ իշխանությունների տարբեր տարիներին, բայց հետո շատ հեշտ տեղավորվել են Նիկոլի տակ, որովհետեւ իրանց տենց ավելի հարմար է։ Ճնշումներով ընդդիմադիրների հանդեպ մենակ տեսնում եք, հա, ինչքան կալանավորված շատ լավ Հայաստան դաշինքը ձևակերպել էր սա դեր դիմել։ Այն անգամ Աննան Մկրտչյան լավ ասեց։ Հայաստան դաշինքը
որը խմբակցություն դարավ։ Սա դեր դիմել, այդ քո ասած սախ կեղծիքները ավելի լավ ներկայացնելով։ Դա իրանք են ամենալավը ասել։ Այսինքն մենք գիտենք, որ այդ մարդիկ ամեն կերպ կեղծում են ու որքան կարիքը կեղծելու լինի ավելի շատ, այնքան ավելի մոտիվացված ու հնարամիտ են լինելու այդ մարդիկ, որպեսզի կեղծեն ընտրությունները բոլոր հնարավոր տարբերակներով։ Կլինի դա բռնաճնշումներ, կլինի սպիտակսև վիվարոյախառը, ուրեմն ընտրա բաներ, հա, կաշառքներ, վախեցնել, մոտիվացնել Եվ այլն, ու մնացած էլ ինչ այդ հաշվիչ պալատի այդ բաները արդեն չեմ ասում, հա, ինչեր կարան այդտեղ անեն։ Մի խոսքով, հիմա այդ տեղեկությունը որ գալիս է, բնականաբար սա ազդակ է, որ սա թեպետ հենց նյութում էլ ու մենք էլ ենք դա ասել, ու նյութում էլ ասում էր, որ ըստ նախնական վարկածի դա ուրեմն տնտեսական հանցագործությունների համար նախատեսված ինչ-որ բաներ, բայց չի բացառվում, որ դա կարող ունենար նաև այլ կիրառելիություն։ Ոստեղ նյութում դրա մասին գրած չի եղել, որ պնդրակեղծիքների համար մենք ենք ասել դա կարող լինի։ Հա, իրանք ասում են տնտեսական բաների։ Այսինքն որ մարդը սկսում է հերքել, որ ընտրակեղծիքի համար չի եղել այդ բանը, դա աբսուրդ է արդեն։ Դե հա։ Հիմա տեսեք ինչ տեղի ունեցավ։ Արդեն մի քանի օր այդ տեղեկությունը կար, ոչ մեկ չէր արձագանքում այս տեղեկությանը։ Նայեք, նախկին նախարարը գրել, լրատվականներ են գրել, թեպետ էլի Հայաստանում ոչ շատ լրատվականներ ինչ ճիշտ է, ու մենք դա ասել ենք, հա, բայց ամ չկա արձագանք։ Մենք սրա մասին խոսում ենք։ Մեր եթերի հաջորդ օրը Կիրակի օրով ՆԳՆ մամուլի քարտուղարը որոշում է դա հերքի, փաստացի հերքում է մեզ։ Լավ, օքեյ։ Ստեղ ունենք երկու տարբերակ։ Տարբերակ 1. Իրականում այդ տեղեկությունը կարա ու լինի կեղծ, որտեղ ոչ մենք, ոչ ինքը չունենք հնարավորություն ֆիզիկապես դա ճշտելու։ Կարա լինի կեղծ, կարա չլինի կեղծ։ Այս պահին մենք պետք է տենց շարժվենք, հա։ Կարա լինի կամ կարա չլինի։ Ինչ է անում Նիկոլը, ՆԳՆ-ն ու նիկոլական լրատվականներն ու նիկոլական պրոպագանդիստները։ Իրավիճակում, որտեղ մի բանը կարա լինի կեղծ ու կարա լինի իրական, բայց իրական լինելը վնաս է տալիս իրանց, որովհետև խոսում է իրանց հնարավոր ապագա խախտումների, ծավալով մեծ խախտումների մասին։ Ինչ են անում իրանք այս իրավիճակում։ Այո, հերքում են։ Ասում են ՆԳՆ-ն ելում, ասում է, ես կապի մեջ եմ մշտապես վրացական մեր գործընկերների հետ, իրանք այդպես բան չեն նկատել, չեն տեսել, այդպես բան չկա։ Ինչ անում նիկոլական լրատվականը ու ՔՊԱ-ական, որը ղեկավարում է ՔՊԱ-ական են Վովա Հակոբյանը, ինչա։ Ինքը միանգամից մտնում է այդ նյութերի տակ, ասում է, ես հեսա պետք է մի հատ զապրոս ուղարկեմ Վրաստան, վրացական լրատվականների հետ, ես կարծում եմ տենց բան չկա, կեղծ տեղեկություն է եւ այլն։ Ինչ են անում իրանց պրոպագանդիստները, տարբեր ֆիպերը, միպերը, իրանք միանգամից սկսում են հերքել։ Հիմա ինչ պիտի անի ընդդիմադիր մարդը, հատկապես այն ընդդիմադիրը, որը դաշտում ունի որոշակի հեղինակություն, տարիների աշխատանքի փորձ, այսինքն ինքը դեբիլ չի, եւ ունի ընդդիմադիր կեցվածք, որի դեպ ես հարցականի տակ չեմ դնում։ Այդ մարդը ողջախոհությունից ելնելով պիտի չմիանա այդ հերքումներին, չէ՞։ Ես չեմ ասում ինքը մտնի հակառակը պնդի, ինքը կարա ուղակի այդ թեմայի մեջ չմտնի։ Բերեմ պարզ օրինակ։ Երբ որ ես պնդում եմ, որ մի ՔՊ падգամավոր դոմփում է մի ուրիշ ՔՊ падգամավորի, այդ մարդիկ, որոնք ընդդիմադիր են, չեն հերքում։ Չեն հերնում ասում, Վազգենը ասելա, որ լուլուին դոմփում է ես իմ ինչը։ Ես տեղեկացա, որ դե տրամաբանական էլ չէր ի սկզբանե լուլուին դով կդոմփի, դա ֆայքեն գլխից ֆեյք տեղեկություն էր եւ լավ չի որ տենց տեղեկություն տարածվեց։ Իրանք դա չեն անում, ինչի, որտեվ իրանք չունեն այդտեղ մոտիվացիա հերքելու ինձ։ Իսկ ինչի են իրանք մեզ հերքում, երբ խոսքը գնում է ընտրությունների հնարավոր կեղծիքների մասին, որովհետեւ ու դրա պատասխանը մենք տեսանք նաև երկրորդ նախագահի ասուլիսում, իրենք ունեն նպատակ մաքսիմալ սպիտակացնելու ապագա ընտրությունները։ Ներողություն, որպեսզի մարդկանց մեծ մասի համար հարցական չլինի, ասենք որ այդ գործով զբաղվել է Տիգրան Քոչարյանը։ Այո։ Փիղը, որը վերջին շրջանում խիստ տարակուսելի քարոզչական գծի մեջ է ու Տիգրան Քոչարյանը մտել է ու վերցրել է ոստիկանության մամուլի խոսնակի ասածը որպես սուրբ իրականություն ու ասում է ախպեր երա նայեք հերքելել են այդպես բանջերը կարալներ իսկ ով ասես չեն կարող ես ունա կսպասեի որ Տիգրան Քոչարյանը ոչ մենք հո այդ բանը ալենին դոմփելը հերքեր կամ ալենի դոմփելը հերքեր այլ օրինակի համար օրինակ քաղաքապետարանը մի հատ պաշտոնական տեղեկատվություն տար փիղը դներ իր էջին ասել այո սակուրաները ավելի լավն են քան հացենիները այդտեղ ես կհասկանայի որ ամեն ինչ մի գծի մեջ ուղիղ է ախպեր բայց երբ որ այդպես են սկաչոկով է գալիս
ու գնում է այնտեղ, որ ընտրությունների արժանահավատությունը հիմնավորելու վրա գնա, ես ասեմ քեզ, Նիկոլը ճիշտ է ասում։ Գանձեն այդ այնց ընդդիմադիրները, բրատ, ովքեր դոշ ծեծելով հիմնավորում են, որ ընտրություններն է Հայաստանում իշխանություն ձևավորելու միակ ճանապարհը։ Գանձեն այտենց մարդիկ, ինգեր, փիղը իր արածով ապա, հələ գիտես չի նվեր արել Վովային օրինակ, Civic-ի։ Որտեվ Civic-ի Վովան մենակով պետք է անել լիք մարտին արածել, Civic-ի Վովան ասում, էսի տուֆտա, հա։ Նույնը փիղն է անում ախպեր։ Դե պետք է ասեն դա, դա որտեղ իրանք Քոչարյանն էլ է ասում ախպերս։ Ուրեմն մի բան կա, էլի, ուրեմն այս ընտրությունները լավ բան է, էլի։ Ապսե խնդրումը գիտես որն է, նայ։ Ուրեմն երբևէ մենք չենք տեսնի, որ որևէ իշխանական հայացքներ ունեցող քարոզիչ, լսարան ունեցող մարդ, հերքի որևէ տեղեկություն, որը տարածում է Նիկոլը կամ նիկոլականությունը, եկեղեցու մասին, տարբեր բարերարների մասին, արքեպիսկոպոսների մասին, ընդդիմադիր գործիչների մասին, նախկին նախագահների մասին, երբեք չեք տեսնի, որ ասենք Նիկոլը տենց մի բան ասի, կամ Civic-ը տենց մի բան գրի, կամ Գնել Սարգսյանը ինչ զիբիլը, էդի մի բան ասի, որը չի համապատասխանի ենթադրենք իրականությանը կամ առնվազն վիճելի կլինի, մեկը տենակ ասենք Ստյոպիկ Սաֆարյանը կամ օրինակ Civic-ի ինչ որ մեկը կամ ասենք որևէ մի հատ ուրիշ իրանց անասուններից կամ ԿՊ-ական падգամավոր կլինի կամ ով կլինի, հելնի ու հերքի դա։ Ասի բայց ես այն գլխից չեմ հավատացել, որ Ռոբերտ Քոչարյանը սենց կամ Սերժ Սարգսյանը նենց կամ որ կաթողիկոսը սենց, ակնհայտ է որ դա կեղծ տեղեկություն է ու հիմնվի։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի խոսքերի վրա։ Օրինակ տեղեկություն տարածեմ, որ Ռոբերտ Քոչարյանը սենց Բագրատը Միկոյան Բագրատը ուրեմն հերքի դա, հելնի ասի մեզ հերքում են, որ երկրորդ նախագահը սենց բան, ու մեկ էտնեք Ստյոպիկ Սաֆարյանը մտնի ու գրի ես այն գլխից տես չի հավատացել, որտեվ դե մի տեսակ հավատալու էլ չէր էլի, որ ասենք, չգիտեմ, 6 միլիարդ կամ սենց մի բան, ու ես հիմա էլ պնդում եմ, որ լավ չի, որ սենց բաներ են Նիկոլին։ Չեք տեն, արա կյանքում տես բան։ Անհնար է տես բան տեսնել։ Արա դու շատ հեռու ես գնում, շատ ես խորանում։ Վերջի օրերին օգոստոս թե հունիս ամսին, թե հուլիս։ Դատախազը գնում է Պետրոսի մոտ։ Ասում է, որ Բագրատ Սրբազանեն ուզում էին ավտոբուս վառեին ու մարդկանց պատերի տակ գյուլլեին։ Հաջորդ օրը գնում է քննչական կոմիտեի են ու ղեկավարը։ Նույն ձևի այս ուրուրուն ասում է ախպեր։ Ուզում էին մորտ բոլորին նույն բաները։ Աստում է մի ամիս։ Օգոստոսը անցնում է սեպտեմբերին իրանց իսկ դատարան ուղարկած գործի նյութերով հերկվում է այդ ամեն ինչը։ Արա, անենց է հերկվում, որ խայտարակություն է, պրոստը ամոթ է։ Որևէ մեկը իրանցից հելավ հերքի, Civic-ը, որը գրել էր Վազգեն, այդ դու ասում ես բաներ, որոնք իրանք կարան ասեն դե լավ ախպեր, դե 6 միլիարդ ուր հերքենք, այդքան է փչել ենք։ Ախպերը սա հերքվեց, չէ սաղիս աշկերաջ, իրանք որևէ բառ ասեցին սրա մասին։ Չեն ասել, չէ, միչև հիմա Civic-ը մենք գրում են Արման Բաբաջանյանն էլ հետո, սրանք ուզում էին Երևանում մարդիկ սպանեին։ Քարոզչության պարզագույն տրամաբանություն է, Վազ ջան, ցավը տանեմ։ Եթե անգամ այդ տեղեկությունը ֆեյք է, իսկ ակնհայտ է, չէ՞ որ Բագրատ Սրբազանից մասին տեղեկությունը ֆեյք է։ Դու քո քարոզչական նպատակով առաջնային բերանով եկած ինֆորմացիան օգտագործելը պետքա շարունակես, որտեղ առաջի իստոչնիկը դա է եղել։ Ու դա է քեզ օգուտ բերողը։ Ալանգեր ջան, ես զարմանում եմ, լավ ոնց կա, ու գիտես ամենավատը որն է։ Պատասխանատվության ինստիտուտը նորից բացակայում է այստեղ։ Այդ փութաջանությունը ընտրությունների հիմնավորման ու ընտրությունների մասնակցելով իշխանապողություն անելու։ Վաղը մյուս օրը ես ամեն ինչ անելու եմ, որ 26 թվականի հաջորդ ընտրությունների հաջորդ օրը իրանք բոլորը քաղաքական պատասխանատվություն կրեն ընտրությունների գնալը հիմնավորելու համար։ Խնդրեմ շարունակեք։ Ես հույս ունեմ ամեն դեպքում, որ ընտրությունները ամեն դեպքում մենք ցկացնենք ընտրություններին, որ մենք շանս ունենք այդտեղ, մենք խոսանք դրա մասին, դրա համար էլ վերնագիրը դրել ենք շանսերի մասին, բայց հարցը դա չի։ Հարցը նա, որ ես ուզում եմ մարդիկ հասկանան, թե ոնց եմ ես ինքս ինձ համար բացատրում այս մարդկանց վարքագիծը, ու սա միակ բացատրությունն է, որովհետև այլ բացատրությունները էլ ավելի խնդրահարույց են իրանց բարոյական տեսակետից, որտեղ մենք քարոզչականն ենք քննարկում, դա արդեն բարոյականության հարցը առաջանալու, դրա համար ես այն չեմ քննարկում, որտեղ ես չեմ կարծում, որ Տիգրանը Քոչարյան բարոյականության հետ խնդիրներ ունի։ Ուստի, եթե ինքը նիկոլություն չի անում, այն է չի սատարում այդ ընտրությունների մաքուր լինելու թեզին, որ հաստատ մաքուր է լինելու, ոչ մի պասպորտ չեն բերելու, մենակ պասպորտը մի օրինակն է, հա, հեսա 1000 տեսակ ուրիշ օրինակներ կարող լինի, հա։ Ուստի ինչի է ինքը դա անում։ Ինքը դա անում է, որտեղ իրանց քաղաքական ուղղվածությունը է նա, որ
թարգենք այս ամեն ինչը, գնանք ընտրությունների, մենք այնտեղ ունենք ինչ որ շանսեր, իրանց փայ եւ նաեւ գլոբալ գուցե համարում են, որ ինչ որ շանսեր կա, թեպետ այն ինչ ներկայացրեց երկրորդ նախագահ, ինձ համար արժանահավատ չէր, ես դրա մասին գրել եմ Facebook-ում, ստացել եմ ինչ որ զավեշտալի արձագանքներ, զավեշտալի, հեսա դրա մասին էլ ստիպված պիտի խոսանք, հա, բայց թեման է դա, եթե էլի մարդիկ կան, որոնք զարմանում են, ասում են, լավ, ինչի է օրինակ քոչարյանական բլոգերը, որը որ 20 տարվա տենց PR-շի կա, ինքը առաջիններից է այդ դաշտում, ոնց հեղինակություն ունեցող մարդ է, տենց պատական ջահել չի ինչ որ, հա, ինչի է ինքը տարածում ՆԳՆ-ի հերքումը։ Դրա միակ բացատրությունը, որը որ տեղավորվում է բարոյականության մեջ, դա այն է, որ իրանք ունեն այդ բանը, հա, մետաջիջկան, որ մենք աշխատում ենք անարատ ընտրություններ կարգախոսի վրա։ Նիկոլը գնալու է անարատ ընտրությունների, ուստի մենք ունենք հնարավորություն կրելու իրանց ընտրություններով, ուստի եկեք թարգենք այդ մնացած ամեն ինչը, փողոցը, ինչ մտա գնանք ընտրությունների, ու մի անհանգստացեք Ժորժ ջան, մի անհանգստացեք։ Իրա շանսերը վերընտրվելու ձգտումա 0-ի, նայեք, ձգտումա 0-ի, ստեից գալիս են տարբեր տեղեկություններ։ Նախ այդ սոցիոլոգիան հեսա կքննարկենք, այդ ի՞նչն է սոցիոլոգիա։ Բայց մի բան հիշաստեմ, էլի 1000 ներողություն, էլի։ Այս քո ասածը նույն մարդը, բլոգերը, բան էր անում։ Երբ որ քոչարյանական թիմը Սերժ Սարգսյանն իշխանության բերել Նիկոլին թեզը բրթում էր, Վիլեն Գաբրելյանը լակած, հելավ ասեց մենք 19 թվին կորցնելու ենք իշխանությունը։ Տիգրան Քոչարյանը այն մարդն էր, որը հաջորդ օրը հարցազրույց տվեց ինչ-որ միտեղ։ Ու ասեց, որ այ պալանները ոնց որ իրանց բերել են իշխանության, նույն ձև իրանց ձեռից իշխանությունը 26 թվին վերցնելու են։ Ու դրա համար Վիլեն Գաբրելյանը տես բան ասեց։ Ու իրանց սաղ մեդիաները բանան, սկսեցին Վիլեն Գաբրելյանին տիրաժավորել փղի պասով, հասկանում ես։ Ու ես էլ այդտեղ մի հատ համեմատություն արել, մենք է դրան անդրադարձանք, որ ընկերս ինչ ես ասում։ Այսինքն դու այդքան փորձ ունեցող, այդ ժամանակ իրանց քարոզչական գիծը Սերժ Սարգսյանին խփելն էր։ Քոչարյան Տիգրանը մտավ առաջի գից, արեց այդ գործը, սա 5-րդ ալինքով բանով բերեցին, սկսեցին այդ թևզը իբր Վիլենի ասած այնքան ճիշտ էր, դու նայել Վիլենն ինչեր գիտեր, ախպեր։ Գիտի 26 թվին ով բերել է իրան իշխանության, ասում է փիղը, ինքն է տանելու է։ Դու եմ այդտեղ կոմենտ էիր գրել, չես հիշում այդտեղ։ Գրել ախպեր, ես ինչ ես ասում։ Այդտեղ կոմենտ էիր գրել, ինքը ինձ ինչ-որ վերևից նստած պատասխաներ։ Այսօր այդ քո ասածը շատ նորմալ է, ապե։ Այսօր էս գիծն է, այստեղ են զբաղված է այդ գծիկ բանով, քարոզով։ Նորմալ է, ստե մենք ուղղակի պիտի արձանագրենք դա եւ որոշ դեպքերում, երբ ինքը տես քողարկված ինչ-որ արձագանքներ է անում, ինձ է ստիպված եմ պատասխանել։ Տիգրան ջան, մենք ունենք լավ հարաբերություններ, բայց քո վարքագիծը մասնավորապես մեր գործունեության կամ առանձին վերցած իմ գրառումների հանդեպ նախ անհեթեթ է իր բովանդակությամբ, երկրորդը անհարգալից է իմ վերաբերյալ։ Դրա համար ես պարտավորված եմ համարում քեզ արձագանքել։ Թեպետ համարում եմ, որ դու քո գործն ես անում, բայց այդ գործը պետք է ինձ անես, որ տեղավորվի ընդհանուր ընդդիմության քարոզչական տրամաբանության մեջ, որտեվ ես չեմ կարա թույլ տամ, որպեսզի քարոզչությունը գնա այլ ուղղությամբ, բրատ։ Դրանից կախված է իմ կյանքը, պետությունը իմ եւ իմ ընտանիքի անվտանգությունը, որտեվ եթե ձեր այդ սոցիոլոգիան խափի պատահական ոնց որ խափել էր 21 թվին ու մենք մեկ եւս 5 տարով գնանք ուրեմն Նիկոլի օրոք, ես ու մենք չենք լինի ազատության մեջ, վստահաբար ես բարդ եմ համարում նաև մեր այստեղ ապրելը, երկրի վիճակն էլ պատկերացնում ես ինչ կլինի, այսինքն ես չունեմ այդ ռեսուրսը անձնական, իսկ երկիրը չունի գլոբալ այդ ռեսուրսը, որpիսի 5 տարի էլ մենք Նիկոլի տակ մնանք, ինչա թե դուք համարում եք, որ Նիկոլը ազնիվ ընտրությունների է գնալու, ուստի ամեն ձև մաքրում եք ընտրությունները, այն աստիճան, որ դուք ես թույլ ես տալիս ցիտել ՆԳՆ-ի խոսնակի ուրեմն հերքումը, անկախ նրանց էլի եմ ասում, որքանով արժանավատ կամ արժանավատ չէ տեղեկությունը։